Okay, հարազատներ սկսում ենք, ուրեմն մեզ հարկավոր է լինելու ալոյի ջելը, կարող եք եւ բանկաներով, որ վաճառում են էտրաջելը օգտագործեք եւ կարող եք թարմա ալոյի ջելը։ Տարբերությունը նա է, որ թարմա ալոյի ջելով պատրաստված մասկաները չեն կարող օգտագործել 7 օրից ավել։ Իսկ բանկաներով արդեն որ պատրաստի վաճառում են, դրանք կարող ենք մի քիչ երկար ավելի պահել։ Ինձ հարկավոր է հանել ալոյի ջելի հատվածի հիմա։ Շատ զգուշությամբ իր վերևի հատվածի կաշին կհանենք եւ արդեն մեջից կհանենք ջելը։ Ինձ պետք է 1 ճաշի գթալ ալոյի ջել հանենք։ Ահա նկատում եք։ Սա 1 հատն ինձ թվում է բավական կլինի, որ մենք հանենք բոլորը։ Եթե ովքեր նոր են միանում, ես միշտ ասում եմ, որ ալոյինը բավական այնքան օգուտներ ունի մեջը եւ հակաբորբոքային է, եւ մաշկը փափկացնող ուսանոցող է, եւ այդ շատ բավական հարուստ վիտամիններով ալոյինը բավական հարուստ է։ Okay, հիմա սրա մեջ պետք է ավելացնեմ 1 թեյի գթալ մեղր, եւ մեջը ավելացնելու եմ Raship oil։ Raship oil-ը մամոտիկից կպահեմ եւ եթե կուզենաք լինքը այնտեղ կդնեմ, կտեսնեք բացատրական բաժնում կտեսնեք այնտեղ Raship oil-ը որն է։ Ինքը rejuvenation է, այսինքն մաշկը վերականգնող, վերարտադրող եւ բավական մեծ քանակով վիտամիններով հարուստ յուղ է ինքը։ Մոտավորապես կես թեյի գթալի չափ եմ դնելու մեջը։ Եվ հիմա սա պետք է մի լավ խառնենք, որպեսզի համասեր սարքենք։ Okay, հարազատներից, եթե նկատում եք արդեն վերջացրեցի, ինձ մոտ եթե նայում եք շատ ջրիկ մասսա է ինքը դարձել բավական։ Տեղափոխելու ենք մաքուր տարայի մեջը, չոր անպայման նայեք, որ չոր լինի, ջուր չլինի մեջը։
Եվ այն երեկոյան ամեն երեկո քնելուց առաջ կարող եք քսել եւ թողնել դեմքի վրա 7 օր շարունակ, որտեւ ալոեն վատ է դառնում 7 օրից հետո արդեն փոխում է իր բոլոր հատկությունները։ Քսում ենք դեմքին, մի լավ մասաժ ենք անում անպայման եւ թողնում ենք ներծծի ամբողջովին մաշկի մեջը։ Ես ձեզ խոստանում եմ հաջորդ օրը առավոտյան արթնանաք կտեսնեք ուղղակի փայլուն մաշկ, ցկված փայլուն մաշկ, բավական հաջող ու լավ մասկա է, որը խորհուրդ կտամ անպայման օգտագործեք։